հիմա էլ իշխանությունը վերադառնալու կարիք չկա։ Կարծում եմ պարոն Առաքելյանը ինձնից նեղացած չի, ես էլ իրանից նեղացած չեմ։ Ներբարեկամական հարաբերությունները հանրապետության վարչապետի հետ չունեմ։ Շատերը սովոր չեն բարեկամական հարաբերություններից դուրս հաջողություն տեսնել։ Ինչ պիտի աներ Արմավիրի քաղաքապետը կանխելու 44-օրյա պատերազմը։ Մեր իշխանությանը COVID-ի մասով մեղադրել է նույնիսկ քաղաքական մանիպուլյացիա, չէ, դա քաղաքական անմեղսունակություն է։ Կդժվարանամ անձնական մեղքի բաժին ասել վարչապետի առաջնորդությամբ եւ իմ աշխատանքը քաղաքական ասպարեզում չեմ պատկերացնում իր բացակայությամբ։ Այս ընտրությունները խաղաղության եւ պատերազմի մասին են։ Բարի օր Արգլուր լրատվականի հարգելի հետևորդներ։ Ժողովրդի հարցերը հաղորդման շրջանակներում այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի հետ։ Ողջույն, պարոն Խուդատյան, շնորհակալ ենք, որ ժամանակ եք տրամադրել մեր հարցերուն պատասխանել։ Պարոն Խուդատյան, ի սկզբանե իմ հյուրերին խնդրում եմ անկեղծ լինել, որովհետեւ ուսումնասիրում ենք ձեր կենսագրությունը, որտեղից եք եկել եւ մինչեւ այս պահը նախարարի պաշտոնում եք նշանակվել։ Հուսով եմ անկեղծ զրույց կունենանք եւ անմիջական կբացահայտենք պարոն Խուդատյանին։ Սիրով Պարոն Խուդատյան, ես ուսումնասիրում էի ձեր կենսագրությունը եւ տեսա, որ դասական ԿՊԱ-ական պաշտոնյա եք, ով 2018 թվականից է իր պաշտոնները սկսել զբաղեցնել։ Տեսա, որ բանկային եւ վարկային կազմակերպության շարքային մասնագետ եք եղել, հեղափոխությունից հետո արդեն քաղաքապետ։ Մի փոքր անդրադառնանք ձեր կենսագրությանը։ Ինչպես դուք անցնելով այդ ճանապարհը հայտնվեցիք քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմում։ Ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմում հայտնվել եմ ավելի վաղ, քան սկսել եմ աշխատանքային կարիերան բանկային համակարգում։ Թիմին միացել եմ 2013 թվականի սկզբին, երբ որ Հայաստանում կրկին հետընտրական պրոցեսներ էին նախագահական ընտրություններից հետո, այդ ժամանակ եմ ծանոթացել վարչապետի հետ։ Թիմում հայտնվել եմ այդ տրամաբանությամբ, դրանից հետո այդ ժամանակ դեռ ուսանող էի, դրանից հետո երբ որ ավարտել եմ համալսարանը, աշխատել եմ բանկային համակարգում, 2 կազմակերպությունում եմ աշխատել եւ արդեն 2018 թվականին հեղափոխությունից հետո սկզբում նշանակվել եմ Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար, այն ժամանակ դեռևս համայնքը միավորված չէր եւ համայնքի ղեկավարը քաղաքապետն էր եւ դրանից հետո արդեն նույն տարվա ընթացքում մասնակցել եմ ընտրությունների եւ ընտրվել եմ արդեն Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։ Պարոն Փաշինյանի հետ հանդիպումը, ինչպես ստացվեց, մի փոքր դրա մասին խոսենք։ Դուք ուսանող եք եղել, ուսանողության տարիներին պատահաբար հանդիպել եք, թե հստակ որոշել եք, որ Նիկոլ Փաշինյանի հետ պետք է հանդիպում ունենաք։ Հետաքրքիր նախապատմություն կա, ես Facebook-ում գրառում էի արել եւ այդ գրառման հետքերով էր, որ վարչապետը արձագանքել էր գրառմանը եւ այդ գրառումը եղավ պատճառը, որ հանդիպեցինք, հետո միացա քաղաքացիական պայմանագիր հանրային քաղաքական միավորմանը, որից հետո արդեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ դրանից հետո մեծ հաշվով արդեն ամեն ինչ հրապարակային է եւ դուք գիտեք։ Ինչի մասին էր գրառումը, որ քաղաքական գրառում էր կեղծված ընտրությունների մասին 2013 թվականի եւ այդ գրառումը պատճառ դարձավ արդեն ասցի հետընտրական պրոցեսներին 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակահատվածներ եւ այդ գրառումը հիմա բովանդակությունը կոնկրետ չեմ ուզի նշել գրառման քաղաքական բովանդակությամբ գրառում էր չեմ ուզի նշել որովհետեւ կարող է սխալվեն բառերի մեջ չգիտեմ այդ գրառումը ընդհանրաբար պահպանվել է Facebook-ում։ Այսինքն պարոն Փաշինյանին հետաքրքրել էր ձեր դիրքորոշումը, ձեր կարծիքը, ինչի համար որոշել էր որ պետք է հանդիպում ունենաք։ Վարչապետը արձագանքել էր գրառմանը եւ այդ գրառումը պատճառ դարձավ որ հանդիպեցինք եւ դրանից հետո արդեն մեծ հաշվով արդեն ներկայացեցի գործունեությունը։ Դա մոտավոր ասեցիք 2013 Դա 2013 թվականի փետրվար ամիսներ մեծ հավանականությամբ, որտեղ նախագահական ընտրությունները փետրվարին էին եւ արդեն այդ հետընտրական պրոցեսներին մասնակցում էի քաղաքացիական պայմանագրի իմ գործընկերների հետ, իհարկե այդ ժամանակ դեռևս հանրային քաղաքական միավորումներ չէր ձևավորվել, բայց Կարեն թիմը, որի շուրջ ձևավորվեց քաղաքացիական պայմանագիր միավորումը, հետո նաեւ կուսակցությունը։ Դա հիմնարար փաստաթղթի մշակման փուլում էր, այն ժամանակ ավելի շատ հանդիպում էինք հայկական
ժամանակի խմբագրությունում եւ որպես գրասենյակ այդ տարածքներ ծառայում։ Իսկ լսում եք երիտասարդ տարիների Նիկոլ Փաշինյանի ելույթները, ազգային ժողովի падգամավոր դարձավ այդ ժամանակվանից երկրպագում էիք, կարելի ասել։ Վարչապետի գործունեությունը ինձ հետաքրքրել է 2007-2008 թվականներից, երբ որ արդեն ավարտական դասարաններում էինք դպրոցական, այդ ժամանակ 2008-ի մարտի 1-ի հայտնի իրադարձություններն էր եւ այդ ընթացքից արդեն այո հետաքրքրել է։ Նաեւ կենսագրական նկատեցի, որ ընդդիմադիր Մեսրոպ Առաքելյանի կողմից ղեկավարվող Մոգոյում եք աշխատել։ Հիմա պարոն Առաքելյանը ընդդիմադիր դաշտում է, ընդդիմություն է ձեր իշխանությանը, ինչպես եղավ իր կողքից հեռանալը ու ճիշտ եք համարում իրեն թողնել աշխատել իր հետ եւ հեռանալ իր կողքից։ Նախ իր կողքից չեմ հեռացել, եղել է մենք բոլորս հեղափոխությունից հետո ոչ միայն ես եւ պարոն Առաքելյանը, այլ նաեւ օրինակ պարոն Փամփուխչյանը, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, մենք այդ նույն ժամանակ նույն կազմակերպությունում էինք աշխատում եւ հեղափոխությունից հետո մենք բոլորս նշանակվել ենք պաշտոնների, այսինքն այդ տրամաբանության մեջ նաեւ պարոն Առաքելյանն է հեռացել այն կազմակերպությունից, որտեղ աշխատում ենք բոլորս։ Եվ ինչ հիշողություններ ունեք պարոն Առաքելյանի։ Իմ աշխատանքային հիշողությունները բոլոր գործընկերների հետ դրական են, նորմալ հիշողություններ։ Լավ դիմադիր եք համարում, հիմա ձեր իշխանություններին կարելի ասել ամենօրյա ռեժիմով քննադատում է, խոսքի ասում, փոխհարաբերությունները պահպանվել են, թե լրիվ կտրված եք։ Ավելի քիչ ենք բնականաբար շփվել այդ ընթացքից հետո, որտեղ նախ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, հետո նաև որոշակի հանգամանքներ, բայց կարծում եմ պարոն Առաքելյանը ինձնից նեղացած չի, ես էլ իրանից նեղացած չեմ։ Երբ որ տարբեր պաշտոններում սկսեցիք նշանակվել, արդեն ասացին, որ դուք Նիկոլ Փաշինյանի սանիկն եք, ինչի համար ձեզ հաջողվում է շատ արագ պաշտոնների գալ, պաշտոն ունենալ, հանրությանը արագ ավելի ճանաչելի դառնաք։ Ինչ փոխհարաբերություններ ունեք, ինչպես որոշեցիք, որ պարոն Փաշինյանը պետք է լինի ձեր քավուրը եւ դա ինչ դեր է ունեցել։ Պարոն Փաշինյանը իմ քավուրը չի եւ չգիտեմ ինչ ավելացնեմ։ Վարչապետը քավոր չեմ կարող ասել, շատ ժամանակ տարբեր լրատվամիջոցներ նշանակումից նշանակում են այդ հարցը բարձրաձայնել, ես ինքս ունեմ դրա պատասխանը, ես կարծում եմ շատերը փորձում են քաղաքական հաջողությունները վերագրել խնամիական, քավոր-սանիկական հարաբերություններին, դրանով ստվերելով այն արժանինքները, որ այդ պահին նշանակվող պաշտոնյան ունի, եւ կարծում եմ այդ է հիմնական պատճառը, իհարկե ես բազմաթիվ անգամներ արձագանքել եմ, ասել եմ, որ այդպիսի հարաբերություններ, բարեկամական հարաբերություններ հանրապետության վարչապետի հետ չունեմ, եթե ունենայի, վստահաբար կասեի, որ ունեմ, բայց չունեմ։ Անդադար դա շարունակվում է, նույնիսկ դա փաստ ներկայացրել։ Անդադար չի, անգամ բարեկամական նշանակումից նշանակում է այդ process-ը տեղի ունենում, դրա մասին բարձրաձայնում, ելի եմ ասում, իմ նշած տրամաբանության մեջ Հայաստանում շատերը սովոր չեն բարեկամական հարաբերություններից դուրս հաջողություն տեսնել եւ ամեն անգամ երբ որ նոր նշանակում է լինում, իսկ վերջին ընթացքում 2024 թվականի ընթացքում նույն տարվա ընթացքում երկու նշանակում եղավ, դրանով պայմանավորված կարծում եմ իրենք փորձում են ստվերել են հատկանիշները, որ պաշտոնյան ունի եւ դա կապել հին բարքերին, խնամիական, բարեկամական, քավոր-սանիկական հարաբերություններին, որը չկա։ Եթե լիներ, վստահաբար կասեի, որ կա, չէի խուսափի։ Ձեր որ հատկանիշն է գնահատում պարոն Փաշինյանը, որ նշանակումները անընդհատ քաղաքապետ, հարցի ասացիատերը վարչապետն է, չեմ կարող ասել, ես դի ուրախությամբ արձանագրեմ, որ եթե կա այդպիսի հատկանիշ, որ գնահատում է հանրապետության վարչապետը, այդ հատկանիշը նաև գնահատել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, մասնավորապես Արմավիրի ամենքի ժողովուրդը, որովհետև ես մինչև նշանակումները երկու անգամ նաև ընտրովի պաշտոնյա եմ եղել եւ վերջին ընտրություններին ընդդիմությունը Արմավիրում տեխնատու չի էլ առաջադրել, դա կարևոր է։ Պարոն նախարար, կա մի անձ, մի մարդ, որը ձեր մտածելակերպի վրա լուրջ ազդեցություն է թողել այս ժամանակահատվածում, որ կերտվել է ձեր կենսագրությունը, օրինակ պարոն Փաշինյանը։ Շատ մարդիկ կան այդպիսին, եթե քաղաքական կենսագրության հատվածը նկատի ունեք, վստահաբար դա առաջին հերթին վարչապետն է եւ դեռևս արդեն ասացի սկզբում 2007-2008 թվականներից սկսած ինձ տպավորել է իր գործունեությունը եւ դրանով պայմանավորված եմ ես միացել են թիմին, որը ղեկավարում է վարչապետը, դա դեռևս 2013 թվականի մասն է խոսքը, հետեւաբար այո, քաղաքականության մեջ մարդը, որ մեր անելիքները ուղենշում է եւ ես իր խոսքին հավատում եմ եւ պատրաստ եմ իր առաջնորդությամբ
շարունակել աշխատել հանրապետության վարչապետն է։ ԿՓ-ում կան այլ անձիկ, որ ազդեցություն են ունենում, օրինակ ինչ որ ձեր խոսքի, ձեր գործի հետ կապված քննադատ են ու դա կարող է ներազդել ձեր մտածելակերպը։ Ես ուշադիր լսում եմ բոլորի քննադատությունները, ոչ միայն քաղաքացիական պայմանագրի գործընկերների, այլ նաև ընդդիմության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նորմալ են վերաբերվում քննադատություններին, փորձում եմ վերլուծել, այնտեղ որտեղ քննադատությունը օբյեկտիվ է, ես փորձում եմ ուղղվել եւ դասեր քաղալ, որովհետեւ այն ծավալի գործունեության մեջ, որ իրականացնում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարը, առանց սխալների հնարավոր չէ իրականացնել եւ հետեւաբար եթե միտեղ կան սխալներ, ապա նաեւ կան առողջ քննադատություններ, իհարկե որոշ քննադատություններ այդքան էլ առողջ չեն, բայց ունենք այն ինչ ունենք։ Եթե պարոն Փաշինյանը մի օր որոշի քաղաքականությունից հեռանալ, ունեք դուք որոշում մնալ քաղաքականությունում շարունակել, թե պետք է իր հետ գնալ կամ որտեղ ուր եք ձեզ պատկերացնում։ Վստահաբար չեմ շարունակի քաղաքական գործունեությունս, որտեղ քաղաքացիական պայմանագրում եւ հեղափոխական process-ներում հայտնվել եմ վարչապետի առաջնորդությամբ եւ իմ աշխատանքը քաղաքական ասպարեզում չեմ պատկերացնում իր բացակայությամբ, հետեւաբար այդ տարբերակի իմ համար միշտ է բացառված եւ լավ առիթ է դրա մասին խոսել, որ այո բացառված է։ Այսինքն եթե հեռանա, կհեռանա։ Եթե հեռանա, քաղաքականությամբ այլևս չեմ զբաղվի, կվերադառնամ գուցե բանկային համակարգ, գուցե այլ համակարգ, ես իսկ բանկային համակարգում շատ լավ եմ զգում եւ այն մասով որ դուք ասցիք շարքային աշխատող, ես շատ կարճ ժամանակ եմ ունեցել աշխատել եւ դրանով էր պայմանավորված, որ շարքային աշխատող եմ եւ կազմակերպություններից մեկից այդ ժամանակ արդեն առաջարկ ունեի գլխավորելու մասնաճյուղը, այն կազմակերպությունը, որում վերջինն էի աշխատում, հեղափոխական process-ները բերեցին նրան, որ ես դադարեցի աշխատանքը բանկային համակարգում եւ եկա Արմավիրի քաղաքապետարան։ Կա մի սկզբունք, որով առաջնորդվում եք որոշումներ կայացնելիս, օրինակ, որ այս որոշումը հենց այս սկզբունքի հիման վրա եք կայացնում, թե նայած որոշումներ։ Երկու հիմնական սկզբունք կա այդ առումով։ Առաջին սկզբունքը արդարությունն է, ես փորձում եմ արդար որոշումներ կայացնել, եւ երկրորդ սկզբունքը դա Հայաստանի Հանրապետության շահն է, այսինքն իմ կայացած որոշման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի շահ ունի, եթե որոշումը արդար է եւ Հայաստանի Հանրապետության շահը այնտեղ գերադասված է, ապա որոշումը ճիշտ է։ Դրանք չեք խախտում ցանկացած պարագայում, ցանկացած պարագայում պահում եմ արդարության եւ Հայաստանի Հանրապետության շահը, դրանք հարցեր են, որում զիջումներ ես չեմ անում։ Լավ ղեկավար եք ձեզ համարում։ Չեմ կարող ասել անձնակազմը կասի ում հետ ամենօրյա աշխատանք եմ իրականացնում։ Եթե երկու ընտրությունների մասնակցել եմ որպես համայնքի ղեկավար, հաղթել եմ այդ ընտրություններին, բավական մեծ թվով ձայներ ստանալով եմ հաղթել եւ դրանից հետո նաեւ արժանացել եմ վարչապետի վստահությանը, հետեւաբար առնվազն վատ ղեկավար կամ վատ պաշտոնյա չեմ։ Հույս ունեմ ինձ ընտրողները եւ ինձ նշանակողները հիմա էլ այդ կարծիքին են։ Պարոն Խուդատյան, կուզեմ անդրադառնանք նաև ընդդիմադիրների քննադատությանը, որովհետև դուք իշխանության այն ներկայացուցիչներից եք, որտեղ կարելի ասել ձեզ հետ կապված բոլոր հարցերը անդրադառնում են։ Երբ մարզ եք գնում, տեսնում են, որ անդադ պարոն Փաշինյանը ձեր անունն է տալիս, պարոն Խուդատյան, եկեք ձեր հարցն է եւ այլն, ու ընդդիմադիրների թիրախում, երբ որ հայտնվում եք, նշում է, որ խաղաղություն եք քարոզում մարդկանց մեջ, բայց դուք եղել եք այն իշխանության ներկայացուցիչներից մեկը, ով ունեցել է շատ մեծ թվով զոհեր, պատերազմից հետո 5000, COVID եկավ դրանից հետո, օկուպացված տարածքներ, մինչև այժմ հələ պետք է հասկանանք ինչպես է այդ հարցը լուծվում, եւ անդադար նշում են, որ այս իշխանությունը մեղքերով լի է։ Դուք այդ մեղքի բաժինը զգում եք ձեր վրա, ոնց եք հաշտեք այդ ամենի հետ։ Եթե մեզ մեղադրում են պատերազմի եւ COVID-ի համավարակի մասով, պետք է ասեմ, որ COVID-ը գլոբալ համավարակ էր եւ աշխարհի բոլոր երկրները անմասն չմնացին այդ համավարակից, շատ տեղեր այդ հետևանքները մարդկային կորուստների տեսքով կամ կառավարման process-ների տեսքով շատ ավելի աղետաբեր էին։ Այդ թվում աշխարհի ավելի զարգացած երկրներում, որոնց տնտեսությունները ավելի մեծ հնարավորություններ ունեն, որոնց առողջապահական համակարգերը ավելի մեծ հնարավորություններ ունեն, ես կարծում եմ մեր իշխանությանը COVID-ի մասով մեղադրել է նույնիսկ քաղաքական մանիպուլյացիա, չէ, դա քաղաքական անմեղսունակություն է։ Ինչ վերաբերում է պատերազմին, ապա ցավոք սրտի աշխարհն է
այսօր պատերազմող եւ հիմա մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներում էլ այս օրերին պատերազմական գործողություններ են տեղի ունենում, հաճախ այնպիսի երկրներում, որոնց մասով օրինակ նախորդ ամիս նույն օրը չէինք մտածի։ Օրինակ Քուվեյթը, օրինակ Միացյալ Էմիրությունները այսօր իրենք հայտնվել են պատերազմական գործողությունների մեջ, բայց մենք մեծ հաշվով նախորդ ամիս եթե քննարկենք այսպիսի իրավիճակ, դա գրեթե 0-ին մոտ էր։ Հետևաբար իշխանությանը մեղադրել պատերազմի մեջ, ես կարծում եմ ժամանակակից աշխարհում դա անտարամաբանական է, որովհետև հիմնականում աշխարհաքաղաքական տարբեր գործոններ են ստիպում պատերազմներ լինեն եւ կարծում եմ իշխանությունների մեծ մասը չի ուզում հայտնվել պատերազմող երկրում եւ կառավարել այդպիսի իրավիճակ։ Մեղքի բաժին ունեք, զգում եք այդ մեղքը։ Եթե նկատի ունեք COVID-ի եւ պատերազմի մասով, կդժվարանամ անձնական մեղքի բաժին ասել, որովհետեւ չեմ պատկերացնում ես ինչ պիտի չանեի կամ ինչը պիտի այլ կերպ անեի, որ օրինակ աշխարհում COVID-ի համավարակ չլիներ։ Չէ, պատերազմ 44 օրյա Արցախի կորուստ օկուպացված տարածքներ, արդյոք սա ինչպես ենք ինչ պիտի աներ Արմավիրի քաղաքապետը կանխելու 44 օրյա պատերազմը կամ ինչ պիտի աներ առհասարակ պետական պաշտոնյան կանխելու 44 օրյա պատերազմը կամ ինչ պիտի աներ Հայաստանի Հանրապետության քաղաքացին կանխելու 44 օրյա պատերազմը։ Ինչ են մեղադրում, որ բարձի թողի վիճակ էր պատերազմի օրերին։ Մենք սովոր ենք, որ մեզ ամեն ինչում մեղադրում են, բայց կարծում եմ այդ մասով առնվազն հանգիստ ենք այն տրամաբանության մեջ, որ ես այնպիսի սխալներ չեմ արել, որոնք կարող էին հանգեցնել անդառնալի պրոցեսների եւ անդառնալի կորուստների, եւ մենք որպես իշխանություն ամեն կերպ փորձել ենք խուսափել պատերազմից, եւ հիմա էլ, երբ որ դուք ասացիք, որ մենք խաղաղություն ենք կարոզում, այո, մենք խաղաղություն ենք կարոզում, որովհետեւ այդ կերպ փորձում ենք խուսափել պատերազմից, որպեսզի նոր զոհերի առիթ չունենանք այս առումով, եւ այո, ես ուրախ եմ, որ մենք խաղաղություն են կարոզում եւ եթե իմ անունն էլ կապվում այդ process-ի հետ, ապա դա ինձ չի տխրեցնում։ Ընդհակառակը ես հպարտությամբ եմ խաղաղություն կարոզում, որովհետեւ ցանկացած խաղաղություն, ցանկացած պատերազմից ավելի լավ է եւ խոսքա չէ ասում են նա ով փնտրում է պատերազմ, միշտ է գտնում պատերազմ, նա ով փնտրում է խաղաղություն, ոչ միշտ է գտնում խաղաղություն, բայց խաղաղություն փնտրելով խաղաղություն գտնելու հավանականությունը շատ ավելի մեծ է, կամ պատերազմ փնտրելով խաղաղություն գտնելու հավանականությունը, եւ ուրախ եմ, որ մեր կառավարման ժամանակ Հայաստանում հաստատվել է խաղաղություն եւ մենք ամեն ինչ կանենք, որ այս խաղաղությունը լինի երկարաժամկետ, լինի հարատև, որովհետեւ խաղաղ միջավայրն է զարգացման լավագույն գրավականը, երջանիկ քաղաքացի ունենալու լավագույն գրավականը եւ այո, մենք գնում ենք խաղաղության ճանապարհով։ Սերունդների արչեւ բարշակատով եք լինելու, որովհետեւ պատմության մեջ գրվելու է Արցախի կորուստ, որ ժամանակահատվածում ա եղել Նիկոլ Փաշինյանի կառավարման։ Ձեր ճակատը բաց է լինելու մեր սերունդի համար, ըստ ձեզ։ Մենք փորձելու ենք սերունդներին շարանգել ինքնիշխան Հայաստանի Հանրապետություն, անկախ Հայաստանի Հանրապետություն, հզոր Հայաստանի Հանրապետություն, լավ տնտեսություն եւ Հայաստանի Հանրապետության հավերժությունն ենք փորձելու պահել այնքան ժամանակ, քանի մենք դրա պահպանման մեջ մեր դերակատարումը ունենք եւ այո, կարծում եմ, եթե մենք այդպիսի Հայաստանի Հանրապետություն ժառանգենք հետագա սերունդներին, մենք ամաչելու առիթ չենք ունենա եւ ուրախ եմ, որ վարչապետի գլխավորությամբ մենք պետականության կորստի եւ ինքնիշխանության կորստի այս շղթան հաղթահարել ենք եւ դա այո, մեզ համար կարեւոր է եւ վստահ եմ, որ սերունդներին հենց այդպիսի Հայաստան էլ ժառանգելու ենք։ Պարոն նախարար, նաև նշեցինք Արմավիրի մարզպետն եք եղել ու Արմավիրը շատ լավ գիտեք, հասկացանք նաև Էջմիածնի ընտրությունների ժամանակահատվածում։ Փարաքարում դժբախտություն տեղի ունեցավ, սպանվեց Վալոդյա Գրիգորյանը, համայնքապետը, ու երկար ժամանակ դա քաղաքական որակվեց, որ սա քաղաքական հաշվի հարդար էր։ Հիմա դատարանում ովքեր որ մեղադրվում են, հայտարարել են երկուսն էլ, իրենք կապ չունեն, չգիտեն ով է պատվիրատուն, իրենց համար իրենք չեն եղել մեղավորները, ձեզ համար հասկանալի էր ինչ տեղի ունեցավ, ինչու սպանվեց պարոն Գրիգորյանը եւ արդյոք սա քաղաքական պատվեր էր։ Ցավալի իրադարձության մասն ենք խոսում, որովհետեւ այդ ողբերգական իրադարձությունների արդյունքում դրան նախորդած եւ հենց բուն պարոն Գրիգորյանի սպանության ժամանակ սպանվել են մի քանի հոգի, իր հետ եւս մեկ ոստիկանության ծառայող, դրան նախորդած դեպքերի ժամանակ էլի Մերձավան գյուղի եւս մեկ բնակիչ, ինչը ողբերգական իրադարձություն է մարզի համար։
Սպանությունը քաղաքական չի, ինչքան էլ որոշ մարդիկ փորձում են քաղաքականացնել, եւ այն մարդիկ, ովքեր ծանոթ են տարածաշրջանին, ծանոթ են Մերձավանին, գիտեն, որ այնտեղ թշնամական հարաբերությունները ըստ տրամաբանության մեջ միշտ են եղել, թե այդ քաղաքական է այդ թշնամության հիմքը թե չէ, կդժվարանամ ասել, եթե նույնիսկ քաղաքական է, դա հետ հեղափոխական չի, որովհետև դրանից ավելի վաղ ժամանակ ընտրություններ են եղել, երկու կողմերի կողմնակիցներն էլ տեխնացուներ են եղել այդ գյուղում, խոսքը շատ ավելի երկար ժամանակվա, մոտավորապես 15, 20, 25 տարվա պատմություն է։ Ես ինքս նորմալ աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել պարոն Գրիգորյանի հետ, երբ որ ես մարզպետ էի եւ ինքը ավականու խմբակցության ղեկավար էր Փարաքարում, դրանից հետո երբ որ ես արդեն նախարար էի եւ ինքը ընտրվեց համայնքի ղեկավար, մենք առիթներ ունեցել ենք հանդիպելու, տարբեր աշխատանքային հարցեր ենք քննարկել եւ ինձ համար այս դեպքը իրականում ցավալի է, որովհետեւ նախ խոսք ունենք երիտասարդ մարդկանց սպանության հետ եւ խոսք ունենք արատավոր երևույթի, որը արատավոր process-ների շարունակություն է եւ ես հույս ունեմ, որ այլևս անդրադարձ չի լինելու այս թշնամանքին, որովհետև երկու կողմն էլ մեծ կորուստներ են ունեցել եւ կարծում եմ ժամանակն է արունահեղությունը դադարեցնելու այս առումով։ Ինքս ցավում եմ այդ միջադեպերի համար։ Բացահայտում լինելու է։ Վստահաբար բացահայտում լինելու է, քրեական գործի մանրամասների եւ դետալների մեջ չեմ ուզի խորանամ, որովհետեւ շատ մանրամասների չեմ տիրապետում, բայց վստահաբար բացահայտում լինելու է եւ կարծում այդ մասով ոչ մեկ կասկած չունի։ Եվ քարոզչական թեմաները ամփոփելով, ինչ հույսեր ունի ԿՊ-ն։ Դուք հիմա շրջում եք մարզերում, տեսնում եք, զրուցում եք տարբեր մարզերի բնակիչների հետ, ինչ ակնկալիք ունեք, արդյոք պատրաստ է այս հանրությունը նորից ընտրելու քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Քաղաքացիական պայմանագիրը գնում է ընտրություններին հաղթանակ տանելու եւ այն է սահմանադրական մեծամասնություն ձևավորելու ճանապարհով այդ վստահությունը ես ունեմ, տեսնելով առաջին հերթին քաղաքացիների ընդունելությունը, մենք արդեն 6 մարզում վերջին ժամանակներում եղել ենք, իսկ ես ընդհանրապես իմ աշխատանքի բերումով գրեթե ամեն ամիս Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում լինում եմ, ամեն ամիս կամ 2 ամիսը մեկ բոլոր մարզեր այցելելու առիթ ունենում եմ, տեսնելով քաղաքացիների այն արձագանքը, որ իրենք տալիս են մեզ, ես վստահ եմ, որ այս խնդիրը քաղաքական լուծելի խնդիր է եւ մենք գնում ենք այդ քաղաքական խնդիրը լուծելու ճանապարհով։ Իշխանության եք գալու, այսինքն դուք վստահ եք, որ ԿՊ-ն վերադառնալու է իշխանության հունիսի 8-ին։ ԿՊ-ն հիմա էլ իշխանությունն է, վերադառնալու կարիք չկա, քաղաքացիական պայմանագիրը մնալու է իշխանության նաեւ 2026 թվականի հունիսի 7-ի համապետական ընտրություններից հետո, իսկ ինչի են քաղաքացիները հիմնականում լավ արձագանքում քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամներին, հանրապետության վարչապետին, որտեղ վերջին տարիներին քաղաքացիական պայմանագիրը նախ հսկայական աշխատանքի իրականացել հանրապետության ամբողջ տարածքում, խոսքը վերաբերվում է տարբեր ենթակառուցվածքների կառուցմանը, վերակառուցման ուղղված աշխատանքներին, նաև առողջապահական համակարգում ապահովագրության ներդրմանը եւ ամենակարևորը Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղությունը քաղաքացիների կողմից արժանանում է գնահատանքի եւ մեր խնդիրն է ընտրությունները հաղթել եւ ապահովել այդ խաղաղության հարատեվությունը, որովհետեւ այս ընտրությունները խաղաղության եւ պատերազմի մասին են, մի կողմում քաղաքացիական պայմանագիրն է խաղաղության քարոզով պայմանական, եթե դա քարոզ են անվանում գործընկերները, մյուս կողմում ընդդիմությունն է իր ողջ ներկապնակով պատերազմի քարոզով եւ վստահ որ քաղաքացիները այս տարբերությունը տեսնում են եւ վստահ որ քաղաքացիները ընտրելու են խաղաղություն քարոզողներին եւ քաղաքացիական պայմանագրին որպես խաղաղություն բերող քաղաքական ուժ։ Դե ընդդիմությունը ասում է, որ դուք ընդհանրապես դա քարոզ եք անում, մենք տարածքներ ունենք, որ օկուպացված են դրա վերջին 2 տարվա ընթացքում տանելով մարդկանց ճնշելով եք կարողանում ինչ որ ձայներ հավաքել, դուք կիսում եք այդ քարտը։ Վերջին 2 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմաններին մարտական պայմաններում զոհեր եւ վիրավորներ չենք ունեցել եւ սա Հայաստանի 3-րդ հանրապետության պատմության եզակի 2 տարի է, միակ 2 տարին է, որտեղ սահմաններին զոհեր կամ վիրավորներ մարտական պայմաններում չենք ունեցել եւ հետեւաբար սա ոչ թե ճակերտավոր խաղաղություն է, այլ սա լիարժեք խաղաղություն է, որը ամրապնդման կարիք ունի եւ առաջիկա ընտրություններում
նաև այդ խաղաղության ամրապնդման process-ի համար մենք պետք է մանդատ ստանանք եւ ես վստահ եմ, որ մենք այդ մանդատը քաղաքացիներից կստանանք։ Քան որ ընդդիմադիրների դիրքորոշումից ենք խոսում, ներկայացնեմ, որ ըստ իրենց սա մի քաղաքական շոու նաև կազմակերպվեց վերջերս, երբ որ Վիոլա ջուրը հայտարարեց, որ գրաֆիկ է փոխում, 24-ժամյա ջուրը դառնում է 17 եւ մեկ գիշերվա մեջ ձեր միջոցով որոշում կայացվեց, փոփոխություն տեղի չունեցավ։ Մինչև այդ, պարոն Խուդասյան, տարբերակ չկար քննարկելու ընկերության հետ համաձայնեցնելու, որպեսզի հետագայում սա չդիտարկվեր նախընտրական շոու հանրությանը ներկայացնելու, որ այս իշխանությունը ամենակարող է եւ ցանկացած որոշում կարող է բեկանել։ Շատ լավ, նախորդ տարիներին եւս այդպիսի որոշումներ կայացվել են եւ այդ որոշումները եղել են հրապարակային։ Պես քանի որ այս տարին ընտրական տարի է, ընդդիմությունը եւ ընդդիմադիր զանգվածը առաջին անգամ որոշել է կարդալ Վիոլա ջրի որոշումները։ Այս գրաֆիկը 2025 թվականի համար եղել է համանման, 2024 թվականի համար եղել է համանման, 23-ի համար էլ է եղել համանման, սա եղել է հրապարակային, բայց ընդդիմությունը որոշել է Վիոլա ջրի հրապարակումները կարդալ, որովհետև տարին ընտրական է։ Ընդդիմությունը ընտրությունից ընտրություն է շատ բաներ կարդում եւ ընդդիմության ձախողման պատճառներից մեկն էլ դա է, որովհետև Հայաստանում կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք քաղաքականությամբ զբաղվում են 5 տարին մեկ ընտրությունից ընտրություն։ Իսկ այդպիսի քաղաքական պաշտոնյաները եւ այդպիսի կուսակցությունները, որոնք ձևավորվում են ընտրություններից 3 ամիս առաջ եւ կորչում գնում են ընտրություններում պարտվելուց 3 ամիս հետո, այդպիսի քաղաքական ուժերը հաջողության հասնելու հնարավորություն չունեն։ Դրանք նման են այն մարզիկներին, որոնք օրինակ օլիմպիական խաղերին պատրաստվում են օլիմպիական խաղերից 2 ամիս առաջ եւ հետո զարմանում են, թե ինչի են օլիմպիական խաղերում վերջին կամ նախավերջին տեղը զբաղեցել, որովհետեւ քաղաքականությունը, սպորտը դրանք անընդհատ process-ներ են եւ անընդհատ պետք է աշխատել, կատարելագործվել, նոր հմտություններ ձեռք բերել, ինչից զուրկ է ընդդիմությունը։ Ինչ վերաբերվում է, թե ինչու եմ այդ հայտարարությունը արել ես, որովհետև process-ները անցնում են ջրային պետական կոմիտեով։ Մեկ օրում, մեկ գիշերում որոշում փոխվեց, այսինքն գիշեր էլ չեղավ, մի քանի ժամվա ընթացքում հայտարարությունից հետո քննարկել ենք ջրային կոմիտեի գործընկերների հետ եւ Վիոլա ջրի հետ, ներկայացել ենք այն ներդրումային փաթեթը, որը Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսավորման այդ թվում իրականացում է ջրային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, մասնավորապես Երևան քաղաքում կառուցվում են նոր ջրագծեր, իմիջիայլոց նոր մեծ ծավալի ջրի հոսք ենք պլանավորում ուղղել մայրաքաղաքին եւ այս փոփոխությունը հնարավոր է դրա արդյունքում մենք առավելագույնն ենք անելու, որ Երևանի բնակիչները, ինչպես նաև հանրապետության այլ մարզերի բոլոր բնակիչները ունենան որքան հնարավոր է որակյալ ջրամատակարարում հաստատուն գրաֆիկով կանխատեսելի, որովհետև դա մեր համակարգման ոլորտի կարևոր առաջնահերթություններից մեկն է։ Իսկ գուցե նպատակ կա Վիոլա ջուրը ինչպես հեծը պետականացնելու։ Վիոլա ջուրը պետական է։ Ես նկատի ունեմ ենթակառուցվածքը, Վիոլա ջուրը մասնավոր օպերատոր է, որ շահագործում է պետական ենթակառուցվածք եւ այդ պետական ենթակառուցվածքը երկրորդ անգամ պետականացնելու կարիք չկա, այդ տրամաբանության մեջ ինքն արդեն պետական է։ Հեծի մասով իրավիճակը լրիվ այլ է, հեծի ենթակառուցվածքները Հայաստանի Հանրապետության սեփականությունը չեն համարվում եւ նաեւ հաշվի առնելով են հանգամանքը, որ մենք առիթ ունեցել ենք նախկինում հեծի գործընկերների հետ քննարկել ճանապարհային քարտեզ, որով պիտի արվեր են ծավալի ներդրումներ, որ դրանք բերեին ուրեմն անջատումների թվի կրճատմանը, անջատումների քանակական կրճատմանը, տևողության ավելի որակյալ էլեկտրամատակարարում լիներ եւ մենք այդ քայլերի հաջորդականության արդյունքում այդպես էլ այդ արդյունքը չունեցանք, պետությունը որոշեց գնալ իր համար ռազմավարական կարևորություն ունեցող ենթակառուցվածքը պետականացնելու ճանապարհով եւ ես ուրախ եմ, որ քայլերի հաջորդականությունը այնպեսին է, որ ընդամենը շատ կարճ ժամանակ հետո հեծը կդառնա Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ դրանից հետո արդեն կորոշվի նրա հետագա կառավարման տեսակը, գուցե հավատարմագրային կառավարում լինի, գուցե կառավարման այլ ձև, որտեղ պետությունը կունենա իր որոշիչ մասնակցությունը կանխելու այն զարգացումները, որոնք նախկինում ունեցել են, երբ որ հեծը մասնավոր սեփականություններ։ Արտարեք համարելու այս որոշումը սեփականատիրոջ նկատմամբ։ Այն ընթացակարգով, որով հեծը պետականացում է, դա ենթադրում է ենթակառուցվածքի համար վճարել սեփականատիրոջը։ Այսինքն սա, եթե ոմանք սա ուզում են կապել, որ մենք վերցնում ենք, խլում ենք, մենք
գնում ենք հեծը այն տրամաբանության մեջ, որ այն եզակի ենթակառուցվածք է, որը ունի պետական նշանակություն, կրիտիկական նշանակություն եւ նախորդիվ հեծում եղած կառավարման process-ները բերել են նրան, որ այդ խնդիրների արդյունքում որոշում է կայացվել հեծը դարձնել պետական սեփականություն այս տրամաբանության մեջ հետագայում ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու համար։ Մի քիչ էլ խոսենք հանքերի մասին, երբ որ դուք ընդդիմադիր նկատի ունեմ ԿՊ-ն ընդդիմադիր դաշտում էր այդ ժամանակահատվածում կային օրինակ Լենա Նազարյան, Մելի Գալստյան, ովքեր ակցիաներ էին իրականացնում, թույլ չէին տալիս, որ հանքերը շահագործվեն։ Հիմա ինչի եք հաշտես ամեն ինչի այդ հանքերի շահագործման։ Ինչ փոխվեց պարոն Խուդատյան։ Օրինակ Բնիկ Սամոսյանը նշանակվել է մի պաշտոնի, որը չի գործում այդ հանքը, բայց ինքը կառավարությունից աշխատատեղծություն հանքը գործում է, եթե հանքը գործել ասելով նկատի ունենք, որ հանքում այս պահին արդյունահանման գործընթացներն իրականացվում, ապա արդյունահանման գործընթացները առաջիկայում կիրականացնեն, բայց հանքը միայն արդյունաբերական գործընթացները իրականացնելը չի արդյունահանման, դրան պետք է նախորդեն process-ներ, պիտի կառուցվեն ենթակառուցվածքներ, որոնք հնարավորություն կտան արդյունահանում իրականացնել։ Պարոն Սանոսյանը այդ կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչն է եւ կարծում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ուրախ լինեն, որ Հայաստանի Հանրապետությունը մասնակցություն ունի այդպիսի կարևոր նախագծերի մեջ, որը ենթադրում է ինչպես արդյունավետ կառավարում, այնպես էլ դիվիդենդի մասանում այն տրամաբանության մեջ, որը օրինակ արվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում, այսինքն ոչ միայն այդ կառույցներից հարկեր են գոյանում, այլ նաև պետական մասի մասանում է տեղի ունենում, որի շնորհիվ տարբեր նախագծեր են կարողանում իրականացնել ենթակառուցվածքների զարգացման, առողջապահության, ապահովագրության, թոշակների բարձրացման եւ այլն, այսինքն շատ նորմալ է, որ Հայաստանի Հանրապետությունը մասնակցություն ունի նման կարևոր նախագծերում։ Ինչ վերաբերվում է ինչով է զբաղված կառավարությունից միայն գումար է ստանում, բայց նրա աշխատանքը չի ոչ առաջիկայում կառավարության ներկայացուցիչի աշխատանքը ինքը որպես այդպեսին քաղաքական գործունեություն չի, որ այդ գործունեությունը երևա այնքան, ինչքան տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում էր պարոն Սանոսյանի գործունեությունը, ինքը ներկայացնում է կառավարությանը, մասնակցում է այնտեղ process-ներին եւ այդ կառավարման process-ին իր մասնակցության արդյունքում վստահ եմ, որ էֆեկտիվությունը կառավարման այդ կառույցում եւ ավելի կբարձրանա եւ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա իր մասը կառավարել եւ եկամուտ ունենալ իր մասի կառավարումից։ Իմիջիալս սա վերաբերվում է ոչ միայն Լիդյանին, այլ նաև մենք կառավարության ներկայացուցիչ ունենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում եւ սա ընդունված պրակտիկա է բոլոր այն դեպքերում, որտեղ պետությունը ունի մասնակցություն։ Ամուսարը գործելու հետ կապված կա որոշում կոնկրետ երբ է ինքը գործելու, երբ հանրությունը հասկանալի։ Հիմա ենթակառուցվածքների կառուցման ավարտական փուլում են գտնվում եւ հնարավորինս կարճ ժամկետում կանցնեն գործընկերները արդեն արդյունահանման եւ բուն ընդերկօգտագործման process-ի մեկնարկը կտրվի։ Բողոքի ակցիաներ, բողոքներ բնակիչներից չեք սպասում, որ այնտեղ կարող է բունտ հասունանալ նաև հանքի շահագործումը։ Փորձում ենք կառավարել այդ process-ները եւ եթե անդրադառնամ ձեր նախորդ հարցին, որ մեր բազմաթիվ գործընկերներ ժամանակին դեմ են արտահայտվել ընդերկօգտագործմանը եւ հիմա պայմանական ասած է իրավիճակի հետ հաշտ են կամ լուռ են, ապա շատ կարևոր է ընդգծել, որ մենք գնում ենք ընդերկօգտագործման տրամաբանական ճանապարհով, այսինքն մենք չենք բացառում նորմալ ընդերկօգտագործումը, բայց նաև ընդերկօգտագործումը պիտի չխանգարի շրջակա միջավայրին, պիտի չխանգարի զբոսաշրջությանը եւ այս տրամաբանության մեջ մենք խիստ վերահսկողություն ենք իրականացնում ինչպես Հայաստանի Հանրապետության պատկան կառույցների, տեսչական մարմինների միջոցով, այնպես էլ նաև չենք խուսափում, որ այդ հսկողությունը իրականացնի հանրությունը, այդ թվում նաև ընդդիմադիր շրջանակները։ Եվ ջրամբարներից խոսենք, խոստացել էր կառավարությունը 15 ջրամբար կառուցել, բայց մեկի մասին դեռևս որևէ տեղեկություն չկա։ Ինչ է կատարում, պարոն Խուդատյան, 15 ջրամբարների նախագծերը պատրաստ են, նրանցից 5-ի մասով շինարարությունը կմեկնարկի 2026 թվականի ընթացքում, դրանք ընդգրկված են տարբեր մարզերում, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորի, Արմավիրի, Սյունիքի մարզերում, նաև գիտեք, որ մենք նախորդ տարի ավարտել ենք Վեդի ջրամբարի կառուցման աշխատանքները, որը
անկախության տարիներին մեր ամենամեծ նախագիծն է ջրամբարաշինական ոլորտում, որոշակի խնդիրներ ունեն կապսի ջրամբարի մասով, մենք այնտեղ գնացել ենք Կապալառու ընկերության հետ պայմանագիրը խզելու ճանապարհով եւ հիմա նախագծում որոշակի փոփոխություններ ենք անում, նախագծից դուրս կգա արդեն արված ծավալը, միևնույն ժամանակ ջրամբարի տարողությունը նախագծով կդառնա 60 միլիոն խորանարդ մետր եւ առաջիկայում նոր Կապալառու ընկերություն կունենանք, որը կսկսի աշխատանքները։ Գործնականում երբ հանրությունը կտեսնի, որ իսկապես Հայաստանի Հանրապետությունը 15 ջրամբարներից գոնե 2-ը արդեն օգտագործվում։ Ջրամբարի մասով հանրությունը արդեն տեսել է, մենք այնտեղ ջրալցման process-ներ ենք իրականացնում, 5 ջրամբարների մասով մրցութային գործընթացը կմեկնարկի կարճ ժամանակ անց եւ այնտեղ շինարարական աշխատանքներ կունենանք արդեն 2026 թվականի ընթացքում, կապսի մասով էլ մենք կվերադառնանք աշխատանքային հուն եւ 2026 թվականին հույս ունեմ այնտեղ շինարարական աշխատանքները կմեկնարկեն կամ կշարունակվեն, որտեղ նախորդիվ արդեն որոշակի ծավալի աշխատանք է իրականացված նախորդ Կապալառու ընկերության կողմից։ Եվ եթե ամփոփելու լինենք, ասում են հենց ԿՊ-ն 2026 թվականի հունիսի 8-ի ընտրությունները հաղթի եւ մեծամասնություն կազմի նորից իշխանություն դառնա, դուք փոխվարչապետի պաշտոնում եք լինելու, որքանով է իրական այս տեղեկությունը ու պատրաստ եք հիմա էլ փոխվարչապետի պաշտոնում լինելու։ Ես այդպիսի հարցեր չեմ մեկնաբանում, որովհետև ես ընդունում եմ որոշումները, որոնք կայացնում է Հանրապետության վարչապետը եւ քաղաքական թիմը, ես ինձ լիովին իրացված եմ զգում նաև տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում, սա այն ոլորտն է, որտեղ նախկինում որպես համայնքի ղեկավար եւ որպես մարզպետի կուտակած փորձը պիտանի է այս գործունեության համար եւ ես ուրախ եմ, որ ինձ հնարավորություն է տրվել այս կարգավիճակով ծառայելու պետությանը։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, ես ունեմ բլից հարցեր, որոնք կխնդրեմ ավելի արագ պատասխանեք։ Փորձենք։ Ամենասիրելի քաղաքը Հայաստանում։ Արմավիր։ Սիրելի հայկական ուտեստը։ Դոլմա։ Գիրք թե ֆիլմ։ Գիրք, ես ֆիլմեր չեմ սիրում։ 10 ֆիլմից պակաս եմ իմ կյանքում նայել ու հայտնի թոփ ֆիլմերն էլ նագես Գլադիատորը չեմ նայել, մինչև վերջես Տիտանիկը չեմ նայել, մինչև վերջես այդ մարդկանց եմ, ովքեր ֆիլմեր գրեթե չեն նայում, գրքեր շատ եմ կարդում։ Եթե նախարար չլինեիք, ինչով կզբաղվեիք, պատկերացնում եք։ Եթե քաղաքականության մեջ կշարունակեի Արմավիրի մարզպետ լինեի։ Մեկ բառով Հայաստանը։ Հայաստանը սեր է։ Ձեր սիրելի սպորտաձևը։ Ֆուտբոլ։ Սոցիալական ցանցերից ո՞րն եք ամենից շատ օգտագործում։ Facebook-ը։ Մեկ բառով հաջողությունը։ Վաստակը։ Ո՞րն է այն արժեքը, առանց որի չեք պատկերացնում աշխատանքը։ Արդարությունը։ Երիտասարդներին մեկ խորհուրդ կտաք։ Լավ սովորեք։ Եթե ոչ ԿՊ, ուր կամ որտեղ պատասխանել եք, որ ոնց որ թե ոչ ԿՊ, ապա բանկային համակարգ հետ վերադարձ։ Ձեր պաշտոնավարման ընթացքում ամենամեծ սխալը։ Վստահաբար բազմաթիվ սխալներ եմ արել, բայց անշատկելի սխալներ չեմ արել, պրոբլեմատիկ սխալներ կարծում չեմ արել։ Որ բարեփոխումը դեռ չեք հասցրել անել, բայց ուզում եք, որ դա իրականացնեք։ Բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք ընթացքի մեջ են, ջրային ոլորտի բարեփոխումը, ընդերք օգտագործման արդյունավետության ուրեմն մասը, ճանապարհների որակի շարունակական լավացումը, նախարարության համակարգման բոլոր ոլորտներում կան բարեփոխումներ, որոնք մեր մտքում են եւ որոնք շարադրված են կառավարության 5-ամյա ծրագրում։ Ձեր ոլորտում ամենամեծ խնդիրը այսօր ո՞րն է մեկ բառով նկատի։ Խնդիրները բազմաթիվ են, բայց անլուծելի խնդիրներ չկան, տարբեր ուղղություններով աշխատանք ենք իրականացնում, խոշոր խնդիրներ, անլուծելի խնդիրներ չկան, խոշորներ կան։ Որ քննադատություն եք համարում արդար։ Առողջ քննադատությունը։ Կա առողջ քննադատություն։ Վստահաբար կա։ Կա եւ ընդդիմադիր շրջանակից, կա եւ գործընկերներից, կա եւ ընտանիքի անդամներից, այսինքն մեծ ծավալի աշխատանքի մեջ անհնար է սխալներ չանել եւ անհնար է խուսափել քննադատություններից։ Կա որոշում, որ հետո զղջացել եք։ Կադրային որոշակի որոշումներ, որոնք ավելի վաղ ժամանակներում են եղել, բայց դա էլ է նորմ։ Մեղքի զգացում ունեք կադրային փոփոխությունը։ Չէ, որպես այդպեսին չունեմ, հիմնականում անխոչնդոտ նշանակումներ եւ ազատումներ իրականացնող պաշտոնյա եմ։ Ինչու ընդունեցիք նախարար դառնալու առաջարկը։ Որտեվ քաղաքական թիմը եւ հանրապետության վարչապետը այդպես են նպատակ արմար գտել։ Ձեր աշխատանքում ամենաբարդ օրը ո՞րն է լինում։ Քաղաքապետարանում աշխատելու առաջին օրը, երբ ես քաղաքապետարանում առաջին անգամ հայտնվել եմ որպես քաղաքապետ, նախկինում այդ շենք չի եղել, եւ երբ որ պարոն Պապիկյանն ինձ ներկայացրեց աշխատակազմին, այն ժամանակ տարածքային կառավարման նախարար էր պարոն Պապիկյանը, այդ օրը ամենածանրն էր։
Ինչ առումով, ինչ չէիք։ Նոր միջավայր, նոր բանկային համակարգից անցում պետական համակարգի, դրան գումարած նաև ընդամենը 2-3 ամսից նշանակված ընտրություններ, ես այս համակարգին անփորձ 26 տարեկանում հայտնվել էի քաղաքապետարանում առաջ անգամ եւ ծանրորեր մտքով գնացել այդ ժամանակ։ Ով էր ձեր քաղաքական օրինակը Հայաստանում կամ աշխարհում։ Հայաստանում էլ աշխարհում էլ հանրապետության վարչապետը։ Ինչպես եք արձագանքում քննադատությանը, վրդովում եք։ Չէ, հիմա սովորել եմ ավելի քիչ վրդովել, հանգիստ եմ վերաբերվում, որտեղ հնարավոր չի Հայաստանում լինել կառավարության անդամ եւ առնվազն այս ընտրական process-ների ժամանակ խուսափել քննադատությունից։ Բայց ականջալուր լինում եք, օրինակ, պարոն Խուդատյան, որ ձեզ քննադատում։ Նայած հարցերում, օրինակ այնտեղ որտեղ այդ քննադատությունը պրոֆեսիոնալ է, ես շատ հաշտ եմ այդ քննադատության հետ։ Այնտեղ որտեղ քննադատությունը մանիպուլյատիվ է, ես լսում եմ եւ ասում եմ առաջ, օրինակ ես վերջում երեք այդպիսի քննադատություն եք կարդացել, որ ես հանդիպել եմ Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ, ով որ զենքեր արտադրող ընկերության ղեկավարն է, իրականության հետ այնքան կապ ունի, ինչքան ես վարչապետի սանիկը։ Ինչ տպավորություն ունեիք ձեր գործընկերոջ։ Նորմալ աշխատանքային ես նախկինում հանդիպելու առիթ ունեցել էի Հայաստանի Հանրապետության համար կարևոր ծրագրեր ենք քննարկել, մեր տեսանկյունից մեր համար կարևոր, վստահ եմ իրենց տեսանկյունից իրենց համար կարևոր եւ փոխըմբռնում ունենք, որ մենք առաջիկայում այդ ուղղությամբ առաջ կշարժվենք։ Այդ ուղղությունը հրապարակային ուղղություն է, դրա մասին խոսել ենք, մենք գնում ենք Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերի իրար կապելու ճանապարհով, որը եւ տնտեսական հնարավորություններ կստեղծի երկու երկրների համար եւ ավելի կամրապնդի մեր էներգոհամակարգերի ամրությունը եւ ճկունությունը եւ այդ շրջանակի հարցեր են քննարկել գործընկերոջ հետ։ Եվ ինչ միջոցով եք դուք կտրվում աշխատանքից, կամ մի ձև օրինակ գնաք փաբ, ռեստորան երեկոյան ժամին, որ կտրվեք։ Չէ, ես ժամանց հիմնականում ժամանցի այդ տեսակները չեմ նախընտրում, աշխատանքը շատ ուշ ժամի եմ ավարտում, նաև հիմնականում շաբաթ-կիրակի օրերն էլ ենք աշխատանքային զբաղվածություն, եթե ընկերների հետ հաճախ եմ ֆուտբոլ խաղում, հիմնականում աշխատանքից կտրվելու միակ ձևը ընտանիքն ու երեխաներն են եւ հիմա փոքրիկի ծնունդը մեզ հնարավորություն տալիս է ամբողջությամբ կտրվել եւ ինքը ամենալավն է այս կարում կտրի աշխատանքից։ Միակ մարդն է, որ կարում է կտրի աշխատանքից։ Պարոն նախարար, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Արմրու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռևս կհանդիպենք։